ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն է մեկնելու իր Լյուբիմչիկ պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր երրորդի այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրելյանը եւ Աղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ զատնի է դրել երբեմնի կոշտ ձևակերպումներից։ Նախորդային հարցազրույցում նա լրագրողին հորդորել է հիբրիդային պատերազմ ձևակերպումից հրաժարվել, քանի որ պատերազմը լավ տերմին չէ եւ չի կրկնել ԿՊԱ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին հիբրիդային պատերազմի անվան տակ արևմուտքից փոխփոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։ Մինչ իշխանությունը թեժ նախընտրական պայքարի մեջ է եւ 24/7 ռեժիմով աշխատում է ընդդիմության դեմ, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորները Հայաստան Դաշնքից Գառնիկ Դանելյանը եւ Պատիվ ունեմից Հայկ Մամիջանյանը գործուղման են մեկնել Շվեդիա փետրվարի 1-ից 3-ը։ Պատվիրակության ղեկավարը ընդդիմության ամենից շատ վիրավորած Ռուբեն Ռուբինյանն է։ Կազմում են Վլադիմիր Վարդանյանը, Լուլուն, Լուսինե Բադալյանը։ Այսի ընթացքում կողմերը քննարկել են խորհրդարանական վերահսկողության ընտրողների եւ քաղաքացիական հասարակությանը հաղորդակցության ու շփումների հարցեր։ Աշխատանքային ճաշ ձևաչափով հանդիպումներ են ունեցել Ուպսալայի նահանգապետ Ստեֆան Ատեֆալի, Շվեդիայի Ռիքսդագի նախկին նախագահ Բյորն ֆոն Սիդովի հետ, այցելել են ՇԹ ազգային աուդիտի գրասենյակ։ Սակայն ԱԺ կայքի լուսանկարներից երևում է, որ ընդդիմադիրներն ամաչում են։ Դանիելյանը թաքնվել է մի շվեդի թիկունքում, Մամիջանյանի գլխի մի մասն է երևում։ Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔԲ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան երրորդյա ժամկետում։ Բոլոր մարզերի եւ Երևանի ՔԲ տարածքային կառույցների անդամները, ՔԲ համաժողովի պատվիրակները էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձևավորեն ՔԲ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔԲ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔԲ վարչության կողմից գրանցված 280 տեխնացուից ընտրություն կկատարեն 50 տեխնացուի օգտին։ Ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք ցուցակի վերևի հատվածում։ Երրորդյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 տեխնացուի միջև ընտրեն։ Նաև վարչապետի տեխնացուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-ից 15-ին։ Բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը։ Բոլորին ասվել է գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։